Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայն Հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 8-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Չնայած աշխարհաքաղաքական իրադարձությունները շատ են, բայց հայաստանյան զարգացումներից շատ կարճ անդրադառնանք, նաև երեք Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում ելույթի եւ այն իր հիստերիկ վարքագծի հետ կապված չեմ ուզում մանրամասը դրա մեջ մտնեմ, մեր քննարկման որակը չգցենք, բայց ուղղակի մի հարցի հետ կապված ինքը բորբոքված բաներ ասեց, որը որ պետքա մենք ուղղակի անդրադառնանք։ Ինչ էր ասում. Մամուլով առաջնորդվեմ, սաղիթ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պատվալը, ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Հիմա հասկանանք։ Եթե ինքը գտնում է, որ մամուլով, երբ որ գրում են իշխանության կողմից կոռուպցիոն տարբեր սկանդալների մասին, եւ դա արժանահավատ չի, որպեսզի ինքը դրանով առաջնորդվեն, եւ եթե այդպես լիներ, ընդդիմությանն էլ վերագրում են տարբեր բաներ, կոռուպցիա, չգիտես ինչ, 5-րդ շարասյուն եւ այլ, դա էլ ուրեմն հավաստի չի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի բարձր ամբիոնից ասեց, որ ընդդիմությանը տրված բոլոր գնահատականները մամուլում հավաստի չեն ուղիղ այնպես, ինչպես հավաստի չեն իշխանությանը վերաբերվող։ Այս ինչա արդարացնում էր ընդդիմությանը։ Այսինքն այդ ժողովրդի մեջ, որ ասում եք, բա սրանք ծառայում են դրսին, 5-րդ շարասյուն են, Ռուսաստանից նպատակային աշխատում են, փողեր են դնում, պետական մակարդակով եք անգամ դրա մասին ասում, ազգային ժողովի նախագահն է ասում, պարզում է այդ բոլորը սուտ է, մենակ նրա համար, որ ասեք ձերն էլ ասուտ, չէ ժողովուրդ ջան, երկուսն էլ ճիշտ է։ Երկուսն էլ չեմ ասում բոլոր գրածները ճիշտ է, իհարկե այդպես չի, բայց բարձրացված շատ գնահատականներ, թե նախկին իշխանությունները, թե ներկայի, այդ հարցը միանգամայն ճիշտ է, այնպես որ չփորձեք ասել, ավելի լավ ասենք մերը սուտ է, ասենք ձերն էլ ասուտ։ Սա մեկ, եւ երկրորդ, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ես դատական համակարգ չեմ, ես իրավապահ համակարգ չեմ, ում պետք է բռնեմ, ինչ պետք է անեմ եւ այլ, ուղղակի մոռանում է, որ կար մի հատ էլ Նիկոլ Փաշինյան վերջերս, որ SMS-ով իրավապահ համակարգի մարդկանց տուն էր ուղարկում, նույնիսկ ընտրված մարդուն, որի ժամկետը լրացած չէր, նույնիսկ սահմանադրական մարմնով ձևավորված այդ կառույցի մարդուն ուղարկում էր տուն SMS-ով, որ ասում են, ես ինչ ես անում, բա իշխանության տարանջատումը որտեղ մնաց, ասում է ոնց, ժողովուրդը ինձանից է պահանջում, ես էլ հանում եմ նրան, ով որ դուրս չի գալի, դնում եմ նրան, ով որ դուրս գալիս է, այսինքն իմ վրա եմ վերցնում, եթե ինձանից են պահանջում, ես էլ պետք է կադրերը նշանակեմ։ Հիմա մարդիկ ասում են, բա դու քո վրա ես վերցրել, մարդուն SMS-ով գործից հանել ես, դրանից հետո դրել ես քո ուզած մարդուն, որը համաձայնվել է ոչ թե աշխատի 5 տարի, այլ աշխատի մինչև SMS ստանալը։ Իրան ի սկզբանե լրագրողները հարցնում են, հիմա որ քեզ SMS ուղարկի Նիկոլ Փաշինյանը, դուրս ես գալու, ասում է SMS-ը մինչև իմ հեռախոսին չհասած, օթում հենց իմանամ, որ SMS-ը իր հեռախոսից դուրս է եկել, օթում դիմումս կգրեմ։ Այս կարգի մարդկանցով է համալրվում իրավապահ համակարգը եւ այս խայտարակությամբ դու ինչը պետք է բացահայտի, դե կողմնորոշվի, կամ ժողովուրդը քեզանից է պահանջում, դրա համար ես իրավապահ համակարգի մարդկանց դու նշանակում, այդ դեպքում մի կանգնի ասի ինձանից ինչ եք ուզում, իրավաբաններից ուզեք։ Եվ բացի դրանից ասում եմ, ես չեմ բռնողը, ես չեմ դատողը, մեկ էլ ասում եք, եթե նայեմ մամուլով առաջնորդվեմ, բանը բոլորիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պատվալը, բա դու ինչի պետք է լցնես, եթե դու իրավապահ համակարգի հետ կապ չունես։ Այսինքն իրավապահ համակարգի հետ կապ չունես, որ ասես ես ինչ եք անում, բայց ինքդ կարող ես վերցնես ու տանես լցնես պատվալը դու, եւ դա ասում են նույն ամբիոնից, նույն խոսակցության ժամանակ, նույն հարցի պատասխանի ժամանակ։ Ժողովուրդ ջան, իսկ այդ էմոցիոնալ իրազեղումները ես դիագնոզ չեմ կարող դնել, գիտեք, ես ինչից չեմ հասկանում, դրանից չեմ խոսում։ Դա դիմեք մասնագետ բժիշկներին, իրանք կարող են ուղղակի ասել, արդյոք այդպես անհավասարակշիռ մարդը կարող է վարչապետ աշխատել, թե չէ, եթե իրանք դիագնոզը կդնեն, քաղաքական դիագնոզը դրած է, թե չէ։ Այդ պարզ է, բայց մասնագիտականը, որովհետև դա արդեն քաղաքական չի, էլի,
Դա մասնագիտական լուրջ խնդիր է, որտեղ մենք իսկապես խնդիր ունենք, թե ով է մեր երկիրը ղեկավարում։ Եվ մեկ էլ փաստորեն մենք ինչ խնդիր ունենք, էդ էլ նայենք Նիկոլ Փաշինյանի հետ կապված, որ ինքը մայիսի 9-ին ասեց կմեկնի Մոսկվա, բայց դրան անմիջապես հաջորդեց, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, մենք հաղորդագրություն ենք ստացել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ժամանելու Մոսկվա հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների համար։ Ցավոք, նրանք բացատրել են, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին, ասել է Ուշակովը։ Մայիսի 10-ին Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, ով մահացել է 2003 թվականին։ Հիմա հարց է ծագում։ Առաջինը, նախ 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը չգնաց հաղթանակի տոնակատարությանը չմասնակցեց եւ շատ լուրջ էլ քննարկում էր դա, որ հանկարծ չգնա, մեզ խայտարակ չանի։ Ի վերջո չգնաց, բայց դրանից առաջ 2023 թվականին նորից ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին Պուտինը հրավիրել էր, Նիկոլ Փաշինյանը գնաց մեզ խայտարակ արեց, բայց այդ ժամանակ Ալիևը նորից չգնաց։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը լավ էլ պետք է իմանար, որ Ալիևը ֆռռացնելու է իրան ու չի գնալու։ Բայց մինչև վերջ Ալիևը պահեց, մինչև վերջ չասեց, որ չի գնալու։ Ընդհակառակը նախապես համաձայնեցրել էր, որ գնալու է, որպեսի Նիկոլ Փաշինյանն էլ մտածեր, դե որ Ալիևն էլ է գնում ինքը գնա, վերջի պահին Ալիևն ասում է, որ ամսի 10-ին հոր ծնունդն է միջոցառում է արվելու։ Չեմ կարծում, որ հոր ծնունդի միջոցառման սեղաններն ու ժապավենները ինքն է կապելու, ծաղիկներն էլ ինքն է բերելու։ Իսկ թվում է մարդիկ կան, որոնք դա կկազմակերպեն։ Ամսի 9-ի շքերթից հետո էլ նստել առաջի բորդ ինքնաթիռ եւ հետ գալ ամսի 10-ին մասնակցել հաստատ առանձնապես դժվարություն չի ու չեմ կարծում որ ինքը շատ պատահաբար երեք իմացավ որ հայրը ծնվել է մայիսի 10-ին կարծում եմ որ ինքը այդ մասին ավելի շուտ գիտեր բայց ինքը սպասեց այնքան մինչև Նիկոլ Փաշինյանը հաստատեց որ ինքը գնում է եւ ասեց ես չեմ գնում հիմա աշխարհին ցույց տվեց որ Եվրոպա ջան ես եմ ձեր ընկերը ոչ թե ինքը տեսակ որ գնում է ինչքան էիք ամենավերջի բաներն ասում նրանց ովքեր կգնան կմասնակցեն դե իմացեք ձեր գործընկերը ես եմ եթե հանկարծ որևէ մեկը կասի որ ձեր գործընկերը Հայաստանն է դուք ինչ գործ ունեք Ադրբեջանի հետ Կայա Կալասը որ գնացել էր Ադրբեջան Եվրամիության արտաքին հարաբերությունների անվտանգության գծով բարձր ներկայացուցիչը իհարկե շատ դժգոհություններ կար Եվրամիությունում որ ուր ես գնում Ադրբեջան մեր գործընկերը Հայաստանն է Եվրոպա ձգտում է Հայաստանը դու գնացել ես Ադրբեջան եւ խոսում ես գործընկերության մասին մեզ էլ խայտարակ անում ինչքան դժգոհություններ կար հիմա Կայա Կալասը կասի ով է ձեր գործընկերը Պուտինի մոտ գնացողը Բայց սա մենք չենք հասկանում դա ինչա կատարվում Ալիևն ուղարկում է իր ջոկատը որը Արցախում մարդ է սպանել ծերերի նկատմամբ երեխաների նկատմամբ ոտնձգություններ որոնք փաստեր կա զուտ մենակ կռվին մասնակցած չէ զուտ մենակ զինվորի դեմ դուրս եկած չէ գնալու են կարմիր հրապարակով անցնեն Նիկոլ Փաշինյանն իրանց ողջունի նրանք էլ Նիկոլ Փաշինյանին ես ճիշտ եմ հասկանում իսկ Ալիևը չի էլ բարեհաճում գնա մասնակցի ու սա նաև նրանց համար որոնք ասեին որ բայց թե Նիկոլ Փաշինյանը չգնա խնդիր կունենա Պուտինը կնեղանա իսկ Պուտինը բան չի նեղանում Ալիևից Այդ ոնց է որ Ալիևը Պուտինը նեղանալու չի վախենում, Փաշինյանը վախենում է։ 2023 թվականի մայիսի 9-ին, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց, բայց Ալիևը չգնաց, դրանից հետո Արցախը դատարկելու հարցում Ռուսաստանը Հայաստանին օգնեց, թե Ադրբեջանին օգնեց։ Ինչ դուժեց Ադրբեջանը, երբ որ մերժեց Պուտինի հետ հանդիպումը։ Սա նաև հատուկ ինքը արեց դրա համար։ Ստեղ պատահականություն չկա, որովհետև այնպես չի, որ Ուշակովը հանկարծակի է եկե Ալիևի չգնալու հետ կապված, որտեղ նախնապես համաձայնացրել էր, որ գալու է։ Եվ նաև համաձայնացնելուց հետո, եթե իր հոր ծնունդներ, կարող էր ասել լավ, իմ փոխարեն կգա մեկ ուրիշ բարձր պաշտոնյա, բայց ամբողջ մամուլը Ադրբեջանի, ես իհարկե իրաց մամուլը չեմ կարդում, բայց դրան արձագանքողները ասում էին, որ լրիվ ողողված է նրանով, այդ հատկապես նաև իշխանական, ինչի պետք է Ալիևը գնա, որպես ինչ պետք է Ալիևը գնա,
այսինքն ուզում են հատուկ ցույց տա, որ Ալիևը ուղղակի ոչ թե հոր ծննդի առիթով չի գնում, համարելա ու այդպես։ Ու չմոռանանք, մեզ հետ ունի Ռուսաստանը ռազմավարական դաշնակցային պայմանագիր, Ադրբեջանի հետ պակաս մակարդակի պայմանագիր չի, որը կնքեցին Ուկրաինայի վրա հարձակվելուց 2 օր առաջ, 2022 թվականի փետրվարի 22-ին։ Այսինքն այդ պարագայում Ադրբեջանը պակաս ռազմավարական դաշնակից չի Ռուսաստանի համար, քան Հայաստանը։ Ադրբեջանը ամեն ինչ ցել Ռուսաստանից օգտվում է, բայց եւ ուզած ժամանակ լավ էլ տեղնադնում Ռուսաստանին։ Իսկ մենք ամեն ինչով Ռուսաստանին զիջում ենք, մինչև վերջել զիջում ենք։ Հիմա մենք ինչ երեսով պետք է կանգնենք Եվրոպային, ասենք, եկեք միասին համագործակցենք, այդ չնայած մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մեզ արևմուտք տանող չի, ժողովուրդ ջան, ինձ ուղղակի ասում են դե լավ էլի հերիք հայելի օրենք էլ ընդունում էլի ասում ես Ստրասբուրգում գնում ելույթ հաննում էլի դե ժողովուրդ ջան դե եթե այդ ամեն ինչի վրա դե խաբվեք ես ինչ ասեմ ուրեմն իմաստել չունի ինձ լսեք եթե դուք պետք է հիմա հասկացաք որ ինքը մեզ արևմուտք է տանում Եվրամիություն է տանում մայիսի 9-ի տոնեն գնալու է առավել եւս որ 2 տարի առաջ երբ որ գնաց ամբողջ գնահատականը ոչ թե նա էր որ ինչ են կարել պատերազմի ժամանակ այլ շարունակում ենք բանի ֆաշիստների դեմ նացիստների դեմ կռվել եւ հիմա Ուկրաինայի հետ են կռվում որի թիկունքին կանգնած արևմուտքը այս ամբողջ գնահատականներին ես դու գնում մասնակցում ոչ թե նրա համար որ ասեն հաղթանակի տոնը մերն էլ հաղթանակի տոնը մերն է գնացեք հաղթանակի զբոսայգում ծաղիկ դրեք մարդկանց հետ շփվեք եթե հաղթանակի տոնը մերն այն չենք մեր տոնը ուրիշի մոտ նշում Այնպես որ սրա հետևանքները մեզ համար բավական ծանր է լինելու, բարոյական հարվածից սկսած նաև որոշակի հետևանքներ, առավել եւս դուք տեսնում եք, որ անգամ Եվրամիության անդամ երկրների ղեկավարների ինքնաթիռը չեն թողում, որ իրանց տարածքով թռնի։ Լավ հասկացանք, Սերբիան Եվրամիության անդամ չի, տեխնացու պետություն է, բայց Սլովակիայի մասին է խոսքը, ճանապարհ է մանգալի որ գնա։ Այդպես է Փաշինյանի նման հեծանիվ քշելու լավ հնարավորություն չունի, որ գոնե հեծանվով ճամփա միտեղ ասած կլներ Ռոբերտ Ֆիցոն Ինչի եմ ասում, որ այսինքն շատ լուրջ ձևով նայելու են Էստոնիայում էր Փաշինյանը չասին իրան, այդ ինչ Եվրոպա ես գնում ես հաղթանակի տոնին մասնակցես, այն ժամանակ չհստակեցրեց, որ գնալու է։ Ուղղակի դե հա Ռուսաստանի հետ հոված չեն կլինի։ Ով է ասում վատեղի որ, ինչի Ադրբեջանը վատ է։ Բայց ասում ես քո միջոցառմանը չեմ գա, որը որ դու ծառայացնում ես ընդդեմ արևմուտքի հռետորաբանությանը։ Սրա մասին է խոսքը։ Դա համար դա հետևանք է ունենալու ժողովուրդ ջան։ Այս 2 տարի առաջվանի հետ կապված եւ այս ձևաչափով եւ տարբեր հարցազրույցներով այնքան է մարադարձել հիմա նույն խայտարակությունը եկավ մեր առաջ։ Իսկ հիմա այսօրվա ասենք խայտարակությունների ֆոնին մի շատ ուշագրավ բան ասեց Ալեն Սիմոնյանը, որը հատուկ պետքա դրան անդրադառնալ, էլի։ Հարցին իրենց իշխանության ամոթը ո՞րն է, այսինքն ինչ հարցում ամոթ պիտի զգա այս իշխանությունը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. Մեր իշխանության ամոթը նախ այն է, որ այս մարդիկ քաղաքական դաշտում թույլ չեն տալիս, որ ընդդիմություն ձևավորվի, ի նկատի ունի նախկիններին։ Իրենք դեռ բանտում չեն։ Այ դա է մեր քաղաքական ամոթը։ Մեր քաղաքական ամոթն է նա, որ մենք գալով 2018 թվականին իշխանության, մենք նույն տրամաբանության մեջ էինք ապրում եւ մտածում Ղարաբաղի հետ կապված։ Հավատում էինք եւ վստահում էինք այն նույն տրամաբանությանը, որը գոյություն ունեցել է 30 տարի։ Կզանգենք ռուսին, ինքը պատերազմը կկանգնեցնի։ Սիմոնյանը նշեց, որ իրենց քաղաքական ամոթն է եղել, որ շարունակել են նույն տրամաբանությամբ մտածել, կարող ենք ոչ մի բան չանել Ղարաբաղի համար։ Մեր գեներալները ախրաննիկներով եւ տներով կարող են ման գալ, մենք կարանք ոչ մի բան չանենք, կզանգենք ռուսին, ռուսը կպահի այդ պատերազմը։ Այ դա է մեր քաղաքական ամոթը, որովհետեւ մենք մտածում էինք, դե լավ, եթե այդ համակարգը գործել է, եկեք այդ համակարգին ձեռ չտանք, բայց պատերազմը գցեցին մեր ջեբը։ Այսա է ուզում հատուկ ձեր ուշադրությունը հրավիրեմ ու գնացին։ Այո, ամոթ է, որ մենք թույլ տվեցինք, որ պատերազմը այդ խապկանքը, այդ սուտը գցեին մեր ջեբը ու իրենք թռան, շեշտել է ազգային ժողովի
նախագահը։ Այսպիսի խոստովանական ցուցմունք, որ հեղափոխությունը դա լրիվ ֆարս է ու իմիտացիա, որի համար որ մենք պարբերաբար խոսում էինք, որ ինչ հեղափոխություն, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն էլ հարձակվում էին, թե այս ինչ եք խոսում, այս ինչ եք ասում, ում պատվերն եք կատարում, հիմա դուք տեսաք ինչ է ասում։ Ղարաբաղի հարցը նախկիները չեն կարողացել լուծել կամ չեն ցանկացել լուծել, ժամանակ են ձգել, մտածել են ինչի մենք անենք, որովհետև իրանք Ղարաբաղից էին եկե խոպան, ավելի լավ է գցենք մեկի ջեբը եւ հետո նա կգնա կպարտվի, որովհետև իրանք գիտեին մեր բանակի գլուխը ինչ են բերել, հաստատ մենք պարտվելու ենք, պարտվողի վիզը կգնային, կկտրեին, ոնց որ եղավ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց, ուղղակի Փաշինյանը փախել էր։ Եվ դրանից հետո իշխանությունը կվերցնենք, ասեն մենք պահել էինք Ղարաբաղը, սրանք հանձնեցին, մենք հետ են գալի վերցնում ենք։ Էլի ընտրություն ինչ բան, իշխանությունը զավթելու են ու վերջ։ Այդ սցենարը ամբողջությամբ ակնհայտորեն բոլորն ասում էին, որ այո, դա տեղի է ունեցել։ Ինչպես կարող էին նախկին իշխանությունները Ղարաբաղը գցել ձեր ջեբը, եթե դուք իշխանության չգայիք։ Բայց ի՞նչ էին իմ ջեբը գցում։ Ես իշխանության չէի գալու, ինձ ոնց էին բերելու։ Այսինքն դրանք նախ պետք է մի հատ ստեղծեին այդ հեղափոխական իրավիճակը, օգնեին, որ դուք գաք իշխանության, բայց ամեն ինչ ձեզ համար չբացահայտեին, թե իրանց քայլերի հաջորդականությունը որն է, որի պարագայում, որ հիշում եք մի անգամ Նիկոլ Փաշինյանն ասեց, ես էլ եմ զարմանում, թե այդ ոնց իշխանությունը տենց հեշտ հանձնեցին մեզ, որովհետև լավ գիտեք, որ եթե իշխանությունը չցանկանար հանձներ, չէր հանձնի։ Իսկ մենք շատ լավ գիտենք, որ նախապատրաստեցին ձեզ, որ բերեն խորհրդարան, նախապատրաստեցին, որ դուք եք այն ընդդիմությունը, որի գրպանը Ղարաբաղը կգցեն, որ դուք սիրահոժար Ղարաբաղում կպարտվեք եւ կհանձնեք իշխանությունը, որովհետեւ հիմա այսպես, երբ որ մենք խոսում ենք նրա մասին, որ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանը երբ որ նախաձեռնել էր, նրա դեմ դուրս եկավ ոչի քարոզարշավ, մի ամբողջ միավորում առաջացավ տարբեր ազդեցիկ կուսակցությունների եւ շարժումների ուժերի, որոնք որ դուրս էին եկել, ասում են չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանը սահմանադրությունը փոխի, որովհետև ցանկանում է փոխել վերարտադրվելու հետ կապված։ Ես Սերժ Սարգսյանը ուզում էր լայն կոնսոլիդացիա, որը չէր ստացվում, սկսեց ճնշումները, սկսեց ռեպրեսիաները, սկսեց կալանավորումները, դաժան հաշվեհարդար տեսան ակտիվիստների հետ, ինչ էր անում այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ասում էր, որ սահմանադրության փոփոխության դեմ պայքարը կեղծ կատեգորիա է, պետք է սահմանադրությունը փոխվի, եւ ինքը ում շնորհիվ դարձել էր պատգամավոր դուրս եկավ անգամ նրանց դեմ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ շարժման մեջ ոչի քարոզարշավի անդամ էր, ակտիվ անդամ։ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ եւ ծառայություն մատուցեց Սերժ Սարգսյանին։ Դրանք փաստեր են, որ հանգիստ կարող եք տեսնել։ Ես կարող եմ տասնյակ հրապարակումներ ցույց տալ, որ ասել են, որ Սերժ Սարգսյանին չի կարելի թույլ տալ սահմանադրությունը փոխել։ Երբ որ այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սահմանադրությունը լեգիտիմ չէր Սերժ Սարգսյանի ժամանակ, պետք է հիմա փոխենք, պարզ հարց է առաջանում։ Բայց ժամանակ չէիր տեսնում, որ այն մթնոլորտը, որ ստեղծում էր, արդեն լեգիտիմ չէր, որ ընդդիմությանը ջարդում էին, լստում էին բանտերը, ընդդիմությանը այն ինչ ձևի էին ջարդում հաշվեհարդար տեսնում, միայն հասնեին նրան, որպեսզի ասեին ամբողջ լայն կոնսոլիդացիա կա, էնելելի դրան չհասան, այտենց էլ անցկացրեցին, բայց ինչ գործ ուներ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պատվերը կատարում էր արդեն 2014 թվականից, թե իրանց համագործակցությունը երբվանից է եղել, չեմ կարող ասել, բայց գոնե այդ ժամանակվանից առարկայական իր ծառայությունը մատուցեց։ Դրա համար էլ Սերժ Սարգսյանը հավաքեց նոր իր թիմը եւ բերեց մտցրեց երկդաշինքի տեսքով խորհրդարան։ Եվ այնպես չի, որ դա ես եմ ասում։ Նիկոլ Փաշինյանն ու կանգնում էր ինքը պայքարում էին իրար հետ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ, Վանաձորում էլ ընտրությունների ժամանակ ինչ էին ասում էին բանա, ով է Սերժ Սարգսյանի պատվերը կատարում, չէ՞։ Մեկը մեկին մեղադրում են երկդաշինքի անդամները, սա է Սերժ Սարգսյանի պատվերը կատարում, նա է Սերժ Սարգսյանի պատվերը կատարում։ Ժողովուրդ ջան, բայց բոլորն էլ ասում են պետք չի իրար այդ վիճակ, երկուստ էլ ճիշտ եք,
Երկուստ էլ կատարում եք ու հերիքա Սերժ Սարգսյանի անոտակ իբր թե Սերժ Սարգսյանն է ձեզ հանձնարարում։ Սերժ Սարգսյանը աշխատակազմի շարքային աշխատողների ձեր հետ աշխատում։ Ձեզ մի երևակայեք, որ դուք այնքան կայիք, որ կամ Սերժ Սարգսյանի հետ աշխատեիք, կամ աշխատակազմի ղեկավարի, կամ անգամ աշխատակազմի ղեկավարի տեղակալի։ Հայաստանը Չինաստան չի, փոքր երկիր է, մարդիկ բոլորն իրար ճանաչում են։ Պարզապես մեկը համակարգում էր այն մեկին, մեկը մյուսին, մեկը Նիկոլ Փաշինյանին։ Հետո սենց բերեցին այդ համակարգածը, միացեցին, մտցրեցին ելք-դաշինքը։ Դուք եք ձեզ գնահատական տվել, որ այդ իշխանության պատվերն եք կատարում։ Այսինքն լավ էլ ձեզ ստեղծեցին որպես ընդդիմություն, որին իշխանություն հանձնեին։ Ու չմոռանաք, որ դա ոնց է կատարվել։ Եթե այս ամբողջ ընթացքում նաև նախկիններն իրար ուտելով բացահայտում են, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը հանձնել է Նիկոլ Փաշինյանին, այդ էլ ակնհայտորեն այդ ամեն ինչը մարդիկ գիտեն։ Այնպես որ Ալեն Սիմոնյանը պարզապես խոստովանական ցուցմունք տվեց, որ այն ամեն ինչը ինչ որ մարդկանց ասում եք Նիկոլ Փաշինյանն է հաղթել, նա էլ պիտի վարչապետ դառնա։ Հիմա պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթել, ուղղակի Նիկոլ Փաշինյանն է հարմար թեկնածուն եղել Սերժ Սարգսյանի համար, որի գրպանը պետք է գցեին Ղարաբաղը, որին էլ հետո ինքը պետք է գնար պատերազմ պարտվեր, որտեղ անփորձ մեկին բերեմ նստածում։ Մոռացել եք Նիկոլ Փաշինյանը չէր ասում ես վարչապետ եմ դառնալու, բերեք մերժենք Սերժին։ Եթե ինքը սկզբից ասեր ես ուզում եմ վարչապետ դառնալ, քանի մարդ կողքը կկանգներ։ Իսկ հետո քայլողները չէին կանգնի։ Բայց երբ որ ինքը ասեց մերժենք Սերժին, որից հետո ասեց կամ ես կլնեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, այդ ժամանակ շանտաժի տակ Սերժ Սարգսյանն համաձայնվեցին քվեարկեն, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ։ Այդ կապիկությունը ծայրի ծայր մենք գիտենք ժողովուրդ ջան։ Ու պատահական չի, որ դրա համար Նիկոլ Փաշինյանը հիմա խոստովանում է, որ 7 տարվա հեղափոխությունից հետո դառել են կոնֆորմիստ։ Չգիտեմ այդ բառը որտեղից է լսել։ Եթե այդ բառի ամբողջ ծավալային հասկանա թե ինքը ինչ է ասում, երևի պետք է հասկանա, որ ինքը պետք է այլևս այդ աթոռին չլինի։ Բայց եւ միևնույն ժամանակ հեղափոխություն արեցինք, ավելի հեշտ էր հեղափոխություն անել, բայց հեշտ չէր, որ մենք փոխվենք, որ այս բաներն անենք։ Այսինքն ընդունում ես, որ այդ հեղափոխությունը որպես այդպեսին չի եղել։ Մի բան, որ բոլորը գիտեն, ու միակ արժանիքը համարել են Սերժին մերժելն է, պարզումա դու Սերժին չես մերժե, Սերժը քեզ է ընտրել։ Սերժը ամբողջ ընդդիմադիր դաշտին էր մերժե, որ քեզ ընտրեր, որպեսզի հատուկ ձեր մյուսներին սև ցուցակ էին մտցնում, մյուսներին թույլ չէին տալի եթերով երևալ, որ դուք երևաք։ Այս ամեն ինչը համենայն դեպս շատ ճիշտ պահի Ալեն Սիմոնյանը բացահայտեց։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը, որի հետ կապված մենք նայում ենք, նորից Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 7-ին ժամը 22:22-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տարինքը։ Այսինքն sense խփել են ուղիղ նշանառությամբ, այս էլ օդ չեն կրակել, դիտավորյալ հատուկ ուղիղ նշանառությամբ խփել են, դե ասեք ինչ հա կատարում, բայց հարց է ծագում, օդել են կրակում մարդկանց մոտ ներվայնություն առաջացնում, բայց այդ պարագայում ինչ է ստացվում ժողովուրդ ջան, այդ պարագայում մեր մոտ ասում են հերքում են, ասում են տենց բան չկա, հերիքա, խուճապ տարածեք, չեք էլ ամաչում, ոնց կա գյուղի բնակիչները զանգում են, գրում են, ահազանգում են, տարածում են, ասում են տենց բան չկա։ Եվ մեկ էլ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է անում, ընդհանրապես իմ եթեր մտնելուց երևի 1 կամ 2 ժամ առաջ։ Եվ ասում է, որ երեկոյան 22:22 կրակել են, բա մարդիկ 22:22-ից մինչև 2 ժամ առաջ է այս եթերից, չգիտեին, որ իսկապես դա ճիշտ է թե չէ, եւ գյուղացիներն էլ մեղադրում, գյուղացիներն էլ ասպես ինչ անդերություն է, ուրեմն փաստորեն մենք ակնհայտ կրակ, բան չի եք ավելի շուտ մարդկանց տեղեկացնում, ասեք խոճապի պետք չի մատնվել, ուղղակի մի հատ կրակել են, մենք էլ ադրբեջանական կողմին ասել ենք սա մի Չգիտեք նույնիսկ ինչ ասեք, չգիտեք ոնց բացատրեք, որ դուք խաղաղության եք գնում եւ մեկ էլ ասում եք հասկացանք էլի խաղաղության ենք գնում, հերիքա էլի խոսեք այդ ամեն ինչի մասին, խաղաղության եք գնում, բան չի կրակում ձեր լավ գործընկերը, որի հետ խաղաղության եք գնում։ Նիկոլ Փաշինյանն ասում էր պատերազմ չի լինելու, մենք խաղաղության ենք գնում, հերիքա այդ թեմայից խոսեք։ Հիմա ինչ անենք, հիմա կրակելա, չասենք որ կրակելա, թե չի կարելի ասել։ Մարդիկ այնտեղ ապրում են, մեր հայրենակիցներն են։ Մարդիկ անհանգիստ են, ասում են մենք պետություն ունենք, թե չունենք, մենք իշխանություն ունենք, թե չունենք։ Իրանք ընդեղից ահազանգում են,
Բայց Հայաստանի պաշտոնական ոչ մի տեսակետ չկա։ Քանի ժամ էր ձեզ պետք, որ ահազան գտեղ հասներ, որ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեր։ Իսկ հիմա տեսնենք այս լարված իրավիճակում ինչա կատարում նաև աշխարհում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին։ Սպասում է ինչպես դեմ առ դեմ բանակցությունների առաջնորդների միջև, այնպես էլ պատվիրակությունների մասնակցությամբ։ Կրեմլը հայտարարել է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն ամենակարևոր հարցերը, ներառյալ ուկրաինական հակամարտությունը եւ ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Իհարկե սա առավոտյան ինֆորմացիան էր, ուղղակի ասի ինչպես են ներկայացրել, որովհետեւ հանդիպումը տեղի ունեցել է։ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ միասին պաշտպանել երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության մասին ճշմարտությունը։ Այսօր աշխարհում միակողմանի գործողությունների եւ ուժային թելադրանքի բացասական միտման պայմաններում Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ միասին հատուկ պատասխանատվություն կրել որպես խոշոր համաշխարհային տերություններ եւ ՄԱԿ-ի խորհրդի մշտական անդամներ, պարտքի զգացումով ու համարձակորեն պաշտպանել ճշմարտությունը երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության մասին, ասել է Սին։ Սի Ցզինպինի այցը համընկնում է հայերենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հետ, վաղը Չինաստանի առաջնորդը հաղթանակի շքերթի գլխավոր հյուրն է լինելու։ Սա դեռ ռուսական հայտարարություններ գլխավոր հյուրն է լինելու։ Հիմա հասկանամ ում դեմ է Չինաստանի եւ Ռուսաստանի մերձեցումը։ Երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում էր Չինաստանին իր տեղը դնի եւ մեկուսացնի, նա պետք է դա հրապարակային չասեր, որովհետեւ հրապարակային երբ որ ասում է մեր նպատակն է մերձենանք Ռուսաստանի հետ, որպեսզի մեկուսացնենք Չինաստանին, Չինաստանում է չհասկացան, հա դուք ինչ ասեցիք։ Երևի գլխի չընկան ձեր նպատակը։ Եվ հետո կարողացաք դա անել, եւ ինչ ստացվեց։ Չինաստանն ավելի մերձեցավ Ռուսաստանի հետ։ Բայց այդ արդյունքում ինչ ստացվեց։ Չինաստանը անգամ մաքսատուրքերի հետ կապված չզիջեց, թե պետք պատրաստ է բանակցությունների։ Ես ասեց ինքը շատ լայն համագործակցության առաջարկներ անել ամբողջ աշխարհին։ Առավելևս հատուկ ընդգծված Եվրամիության անդամ երկրներին, կարևորելով նրանց շուկան, որը բնակչության թվով շատ ավելի մեծ է, քան Միացյալ Նահանգների շուկան։ Այո, կարող է կենսամակարդակի առումով զիջումը Միացյալ Նահանգներին, չնայած երկրներ կա, որ ավելի բարձր անգամ քան Միացյալ Նահանգները, բայց ուղղակի բնակչությունն է քիչ։ Բայց այս պարագայում մենք ինչ տեղի ունեցավ։ Այսինքն եթե Չինաստանը իմանա, որ դու իրան ուզում ես մեկուսացնես, այդ Չինաստանը այսօր Ռուսաստանի հետ իր հարաբերությունը ինչի՞ չսերտացնի։ Չինաստանը վախեցած էր, որ Ռուսաստանն ագրեսոր է, չէր ցանկանում ինքը ագրեսորի հետ նույնացվի։ Բայց երբ որ Ամերիկայի նախագահը կանգնում է Ռուսաստանին ագրեսոր չի համարում, կարող ենք մի հատ հասկանանք Չինաստանը ինչի՞ թե Ռուսաստանի հետ չհամագործակցի, որ առավելևս ինչ ուզում է Ռուսաստանից ստանում է։ Ես անգամ մի անգամ ասացի, այնպես ինչպես Սի Ցզինպինը վարվում է Պուտինի հետ, բարեկիրթ մարդը պարտավոր է նրա հետ ամուսնանա։ Այդպիսի հարաբերություն է Չինաստանի եւ Ռուսաստանի, ո՞նց եք դուք իրանց առանձնացնելու։ Մի ձև կա առանձնացնելու, որ Ռուսաստանը պետք է պարտված դուրս գա այդ պատերազմում։ Ռուսաստանը պարտված դուրս գա, Չինաստանը մնա բևեռ եւ երջանիկ կլինի, որ այդ շնորհը իր համար արեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, սերտ համագործակցելով Եվրոպայի հետ։ Ուրիշ ոչ մի տարբերակով Չինաստանը Ռուսաստանից չի հրաժարվի։ Ռուսաստանը չի կարա Չինաստանի տակից դուրս գա։ Ոնց պետք է հրաժարվի։ Չինաստանը շալակից չի իջնելու։ Այս ուղղակի ակնհայտ, որպեսզի տեսնենք, թե ի վերջո դա ում դեմ է։ Առաջին հերթին Ամերիկայի, իսկ մենք զգուշավոր ենք, նաև մեզ, մենք Չինաստանի հետ որևէ խնդիր չունենք, կուզենանք շատ լավ էլ համագործակցենք, բայց ուրիշ խնդիր կա։ Մենք խնդիր ունենք, որովհետև Չինաստանի սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ, Ռուսաստանի ազդեցության մեծացման պարագայում մենք տակից ոնց ենք դուրս գալու այս իշխանության գոյության պարագայում, որը տեսնում եք Ռուսաստանի հետ ոնց է իրան պահում։ Այսինքն մենք այդտեղ անհանգստություն իհարկե ունենք։ Եթե հանկարծ Միացյալ Նահանգները այդ առճակատման պարագայում, հանկարծ այդ մրցակցության պարագայում հանկարծ դիրքերը զիջի։ Այո, եւ հույս ունենք, որ
Միացյալ Նահանգները որոշ հարցեր Դոնալդ Տրամպը վերանայում է իր արածները, հետո արագ հրաժարվում է իր ասածից, բայց այնքան արագ է տատանվում, մարդիկ չեն հասկանում, սա է ճիշտ հաջորդը, թե լավ սպասենք տնանք վաղն ինչ է ասում, բայց հույս ունենք, որ ինքը գոնե կվերանա իր վերաբերմունքը, Ռուսաստանի միայն տեղը դնելու պարագայում Չինաստանի հետ կհամագործակցի, մի հատ բան կարդամ, դա էլ կիմանանք։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը հայտարարել է, Ռուսաստանը կողք չունի իր տարածքում չինական արտադրությունների հիմնումը։ Ռուսաստանը դարձել է չինական ավտոմեքենաների գլխավոր ներկրողն աշխարհում։ Մոսկվան պատրաստ է Ռուսաստանում հարմարավետ պայմաններ ապահովել Չինաստանի ընկերությունների գործունեության համար, ասել է Պուտինը։ Իհարկե, այն ինչ որ հիմա Պուտինը ասեց, դա հասկացանք, բայց Չինաստանը չի շտապում գնա եւ ներդրումներ կատարի։ Չի շտապում, ինչի։ Չինաստանը մտել է Ռուսաստան, տարածքներ վերցնում է, ինչ որ իրան պետքա վերցնում է, որոշակի տարածքներ նպատակային վերցնում է, որը ժամանակին եղել է իր կազմում, հույս ունենալով, որ այնտեղ այնքան մարդ կտանի աշխատող, հետագայում դա կդառնա Իրանը։ Այդ որ Ռուսաստանը պետք է կարողանա մի քանի միլիոն բնակիչ ունեցող այդ տարածքների վրա որևէ մեկին ասի այդ տարածքից դուրս եկեք, այն էլ 50 տարի կամ 99 տարի հետո։ Բայց հարցը դա չի, բայց ինքը չի շտապում, ցույց տա, որ ես ներդրում եմ անում, այսինքն այն ինչ որ ինձ պետք է ես Ռուսաստանից վերցնում եմ, այն ինչ որ պետք է ես Ռուսաստան կմտցնեմ, բայց ներդրում անեմ ինչի համար, որովհետև մի նպատակ ունի, դեռ ինքը հույս ունի, որ այս առճակատման մեջ իր գործընկերը դառնալու է Միացյալ Նահանգները, ոչ թե իր գործընկերը լինելու է Ռուսաստանը այսպես թե այնպես ինքը ոնց ուզի նրա հետ կվարվի, բայց ինքը չի կորցնում շանսը, որ վաղը մյուս օրը Ամերիկայի Միացյալ Նահանգները երբ որ կվերանայի իր քաղաքականությունը, ինքան համար շատ ավելի ձեռնտու գործընկեր է Միացյալ Նահանգները, քան Ռուսաստանը։ Ռուսաստանի հետ այսպես թե այնպես ինքը աշխատում է, ինչ նավթ էլ, գազ էլ, ինչ ուզի կվերցնի, այդ շուկա էլ ինչ ուզի կմտցնի, բայց թանկ շուկա, արժեքավոր շուկա, որ համախառը ներքին արդյունքի 35%-ը մոտարապես Չինաստանը ապահովում է Ամերիկայի շուկայի հաշվին, նա միամիտ չի, կամ հետո ինքը գիտի, որ աշխարհում ինքը աշխարհում կարող է ինքը բևեր դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ գործընկերության պարագայում, ոչ թե մրցակցության կամ առճակատման, ինչի չինացիք այդքանը չեն հասկանում, եւ այս պարագայում նա չի շտապում դառնա Ռուսաստանի ցանկությունը կատարի։ Բա Ռուսաստան ամեն ինչ ունես, տարածքը ունես, բնակիչն ունես, նավթ ու գազը ունես, օգտակար հանածոն ունես, գետերն ունես, լճերն ունես, ամեն ինչ ունես, այդ ինչ ես ընկե չինացիներին խնդրում որ գան արտադրություն հիմնեն, որ իհարկե ցանկացած երկիր կուզենա իր տնտեսություն զարգացնեն, ներդրում անեն, բայց ինչի է հետո ունենք որ դու չգիտես որ չինացին նպատակային է անում, որպեսզի քեզանից տարածք վերցնի, դու չգիտես ինչի համար է անում։ Այսինքն այս հարցում էլ մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ արագ պետք է թող այդ առիթը թեկուս գտնի այդ մաքսատուրքերի հետ կապված բանակցությունները գոնե այդ առիթով իրանք վերանայեն իրանց քաղաքականությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված զինադադարը հաղթանակի 81-ի տոնակատարության կապակցությամբ ուժի մեջ է մտել, այն սկսվել է Մոսկվայի ժամանակով 00 ժամից եւ կտևի մինչեւ մայիսի 11-ը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված դեկորատիվ հաշտությունը ֆարս էր։ Պուտինի հայտարարություններին հատկառակ ռուսական զորքերը շարունակում են հարձակումները ճակատի ողջ երկայնքով։ Այսինքն ինքը ասում է դրոնով չխփեն, որ չֆիքսեն, բայց ինքը շարունակում է ամբողջ ճակատով հարձակումը, որպեսի դրոնով պատասխանի Ուկրաինան, ասի տեսակ Ուկրաինան չպահեց խոսքը, բայց Ուկրաինան չի պետք է խոսքը պահի։ Դու ես միակողմանի հայտարարել զինադադար։ Ուկրաինան ասել է 30 օրով արի անեք, դու չես, դու էլ մերժել ես դա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի առաջարկը Ռուսաստանի հետ հրադադարի մասին առնվազն 30 օրով ուժի մեջ է։ Նրա խոսքով սա հնարավորություն է տալիս դիվանագիտական լուծում գտնելու, բայց Ռուսաստանը որևէ պատասխան չի տալիս, միայն նոր հարձակումներ։ Կիևը դեմ է կարճատև հրադադարին եւ պնդում է ԱՄՆ-ի աջակցությամբ առաջ քաշած 30-օրյա զինադադարի առաջարկը։ Իդեպ սա Ամերիկայի առաջարկն է, որը Ռուսաստանը մերժել է։ Դանելի կանադառնանք։ Զելենսկին նաև խոսել է մայիսի 7-ին ռուսական հարձակումների մասին Ուկրաինայի վրա եւ ընդգծել, որ արդարացի է, որ ռուսական երկինքն էլ խաղաղ չլինի։
այսինքն եթե դուք հարվածում եք մեզ ամսի 7-ին, բայց ամսի 8-ից զինադադար եք հայտարարում, այն դեպքում միակողմանի հեչ պարտավորված չենք մենք դա պահենք։ Իհարկե մենք հասկանում ենք, որ Ուկրաինան չի խփի Կարմիր հրապարակին, այդքան խելքը հասնում է, որ չի խփի, բայց կարող է օգտագործի այնպիսի հարվածներ, որ այդ հավաքվածներին ցույց տա, որ էսում մոտ եք եկել։ Հիմա դա կտեսնենք այդ զարգացումները, ամեն դեպքում ինքը կուզենա ցույց տա, որ ձեր խաթեր չեմ խփում Կարմիր հրապարակին, ձեզ հարգելով, բայց իմացեք, որ այդ հարվածները Ռուսաստան, բայց դա է պատճառը, որ հիմա Ռուսաստանի նախագահի օգնականը Դաշնության Յուրի Ուշակովն ինչ ասում, Ուկրաինայում Ռուսաստանի հետագա քայլերը ի թիվս այլ բաների կախված կլինեն նրանից, թե ինչպես կընթանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության երրորդյա հրադադարը։ Այսինքն ինքը ասում է լավ էլ է 3 օրը թողեք չխփեք, որպեսզի մենք ցույց տանք, որ հալավ դուք այդ 3 օրը ձեզ լավ պահեցիք, մենք էլ պատրաստ ենք ձեզ այդ բան քննարկենք։ Ամբողջ նպատակը նա է, որ Ուկրաինան չխփի, որովհետև արդեն բացահայտված է, որ Ռուսաստանը չի կարողանում նույնիսկ Մոսկվան պահի ուկրաինական դրոններից 1000 կիլոմետրից խփում են ձեր խիղճը մեռնի, ուրա ձեր հակաօդային պաշտպանությունը։ Էդում էիք պատմում, թե դուք ինչ մարտունակ բանակ ունեք։ 3 տարուց ավել կռվում եք, դուք չգիտեք, չհասկացաք, որ մի հատ դրոնի դեմ չեք կարող առնեք։ Էնել ինչի մասին է խոսքը։ Չեք կարող Կարմիր հրապարակը պահեք։ Մի հատ հրապարակ պահեք, դրել եք, էլ անջատում եք, չգիտես ինչեր, համակարգեր եք անջատում, օդն եք մաքրում, չգիտեք ինչ եք անում, չենք ասում ամբողջ Մոսկվան։ Մի հատ Կարմիր հրապարակ վախեցած եք, որ չեք կարող պահեք։ Եվ հիմա շարունակենք, մի հատ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը ստորագրել է հռչակագիր, որով մայիսի 8-ը հռչակում է երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։ Փաստաթղթում ասվում է, որ այս օրը ամերիկացի ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր զոհվել են եւ վերահաստատում են իրենց հանձնառությունը Ամերիկայի եւ աշխարհի անվտանգության, բարգավաճման եւ ազատության պահպանմանը։ Այսօր մեր երկիրը հպարտությամբ նշում է դաշնակից տերությունների նացիոնալ սոցիալիզմի եւ ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի 80-ամյակը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օրը մենք նշում ենք ամերիկյան զինված ուժերի անզուգական ուժն ու հզորությունը եւ խոստանում ենք պաշտպանել բոլոր սպառնալիքներից, ազատվելու մեր սուրբ իրավունքը, արտաքին եւ ներքին, ասվում է փաստաթղթում։ Իհարկե ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը երբ որ խոսում է, որ այո մայիսի 8-ը հաղթանակի տոնն է ֆաշիզմի, նացիզմի դեմ տարած հաղթանակի, միանշանակ ճիշտ է, երբ որ Միացյալ Նահանգները այդ մասին նույնիսկ չէր էլ խոսում, ես պարբերաբար այդ մասին ասել եմ նաև այն լսարանի համար, որ ասում էին ինչ ա օգնել Ամերիկան, խորհրդային միությունն ա հաղթել, թվերով, փաստերով, հիմնավորումներով այդքանը չեմ ուզում բերեմ, ասել ենք, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները խորհրդային միությանը չօգներ, այո, ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, խորհրդային միությունը կպարտվեր այդ պատերազմում։ Չեմ ասում, թե Գերմանիան, որ խորհրդային միությունը գրավեր, դա ինձ կկարողանար այդ հսկայական տարածքը պահել 17.2 միլիոն քառակուսի մենակ Ռուսաստանն է, բայց մոռանում ենք, որ խորհրդային միությունը ավելի մեծ էր, 22.4 միլիոն քառակուսի կիլոմետր, Գերմանիան այդ ինչ քաշ ուներ պահելու։ Ի վերջո ինչ որ ժամանակ հետո իրավիճակ կփոխվեր, բայց այդ պատերազմ Ռուսաստանը խորհրդային միությունը կպարտվեր միանշանակ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը նախ մինչև իր պատերազմի մեջ մտնելը, ինչքան է զինել, ինչ հա տվել, ինչ տեխնիկա է տվել, այդ ամեն ինչը եթե գումարես, անգամ ռուսները ստիպված եղան խոստովանեն, որ դա 200 միլիարդ դոլարի համարժեք գումար էր, որը տրվել էր Լենդ-լիզի ծրագրով։ Էլ չեմ խոսում, որ տարբեր ճակատներում կռվեցին, որպեսզի թուլացնեն արևելյան ճակատը, էլ չեն խոսում 44 թվականի պատերազմի ժամանակ, երբ որ հունիսի 6-ին իրանք զորքը մտցրեցին Նորմանդիայով, որ մտան պատերազմի մեջ, եւ բոլոր ճակատներում կռվելը թուլացնում էր Գերմանիայում հենց արևելյան ճակատը։ Այո, դա պետքա միանշանակ ասել, եւ ով որ կասի, որ առանց Ամերիկայի կհաղթեն, տարական սուտ է ասում, բայց ուրիշ հարց։ Բայց Դոնալդ Տրամփ Բա որ այդքանը գիտես, հարգում ես այդ մարդկանց արածը, որ համարում ես, որ այդ հաղթանակը Ամերիկայի հաղթանակը, բա արևը տապրի, բա ոնց է հրաժարվում դրանից։ Բա ոնց ես ասում ես Եվրոպայից օվկիանոսն է բաժանում, մենք չի պիտի դրան խառնվենք։ Այսինքն դու տեր ես այդ փառահեղ անցյալին, հպարտանում ես այդ հաղթանակով, հարգում ես նրանց արածի արդյունքը, որ այ դուք այդ հաղթանակը տարաք, որի արդյունքում աշխարհը հիմա էսպիսին է,
նացիզմը չի հաղթե։ Եվ դա ինձ թվում է կայ նման բա մենք ինչ գործ ունենք Եվրոպայի հետ, օվկիանոսը անցնենք Եվրոպային տեր կանգնենք, առաջին հերթին հենց հարգանքը վերաբերվում է նրանով այն նպատակի համար, որ ամերիկացի զինվորը զոհվել է, այն նպատակի համար, որ ամերիկացի զինվորն արել է, ամեն ինչ արել է, Ամերիկայի իշխանությունը մենակ ինչի մենակ զինվորը, ռազմաքաղաքական ղեկավարությունը, Ամերիկան ընտրեց հաշմանդամության սայլակին նստած Ռուզվելտին 4 անգամ նախագահ ընտրեց, որպեսզի պատերազմի ժամանակ նրան չփոխի։ Գտա, որ իր փորձառու գերագույն գլխավոր հրամանատարը պետք է պատերազմը շարունակի։ Շատ լավ բանակցող, շատ լուրջ քաղաքական մարդ, չմտածեց, որ մի հատ լավ ֆիզկուլտուրնիկ տղա դնեմ, որ Պուտինը սաղորը գնում, տակլոր նկարվում է, որ ցույց տա, թե ինչ ատլետիկ տղա է, բայց երկրի հերն անիծելա չի կարողանում 3 տարուց ավել կռվելու դեպքում հասկանա ինչա կատարում, հույսը դրելա, որ Ամերիկան պատերազմը դադարեցնի։ Այո, միանշանակ ճիշտ է, որ հաղթանակի օրը, որ հենց մայիսի 8-ն է նշում, որովհետև կապիտուլյացիայի ակտը հենց մայիսի 8-ին է ստորագրվել, եւ այդ պարագայում եւ ամենակարևորը հույս ունենք, որ գոնե դրանից հետո հենց Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարգի այն ինչ որ արվել է ժամանակին եւ դրան զուգահեռ այն ինչ որ հիմա պետք է արվի նոր աշխարհակարգի հետ կապված եւ ոչ մի միլիմետր այդ դիրքը չիջացնի, որտեւ այս ընթացքում որոշակի հայտարարություններ, որ արեց Դոնալդ Թրամփը, շատ մեծ ծանր հարված հասցրեց Ամերիկայի միջազգային հեղինակությունը։ Հուսանք, որ դրա հետևանքները տեսնելուց հետո, գոնե եթե այսօր հայտարարում է երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված Ամերիկայի դերակատարությունը, դա առիթ հանդիսանա, որպեսզի ինքը ասի, դե հիմա վերանայում ենք, լավ մի հատ տեսնենք, էտով է Ամերիկայի դեմ դուս եկե, էտով չի հարգում մեր հաղթանակը, էտով է կասկածի տակ դնում մեր հաղթանակը, բա էդ ենք ուզում, որ դու անես, էլի, բա ուրիշ ինչ էինք ուզում այդքան, որ մեզ ճղում ենք ստեղից։ Մի բան էլ էսա ասեմ, մնացածը վաղը կխոսենք։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը հայտարարել է, որ Ռուսաստանի չափազանց շատ բան է պահանջում Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու համար, ինչն ընդգծում է Սպիտակ տան նոր հիասթափությունը կապված Մոսկվային խաղաղության բանակցություններում ներգրավելու ջանքերի հետ։ Վենսը նշել է, որ ԱՄՆ կենտրոնանում է երկարաժամկետ կարգավորման վրա, քանի որ Ռուսաստանը մերժել է ԱՄՆ-ի 30-օրյա հրադադարի կոչը։ Մոսկվան հայտարարել է, որ նման ժամանակավոր դադարը չի համապատասխանում իր ռազմավարական շահերին, քանի որ այն թույլ կտա Ուկրաինային վերախմբավոր ԱՄՆ փոխնախագահը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը հավանաբար ստիպված կլինի զիջումների գնալ, ինչը նշան է, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է ավելի ագրեսիվ լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Այս ասում եմ նաև նրա համար, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկանում է, որ Ռուսաստանը իրենց խաբել է։ 30-օրյա հրադադարին չհամաձայնվեց, եւ այդ պարագայում հիմա արդեն իրանք մտածում են ոնց հետ քաշվեն, ոնց մեղադրեն Ռուսաստանին, որ դու քո պարտավորությունները չկատարեցիր։ Այս սկզբանը այն հույսը տալը Ռուսաստանին, որ եթե մենք գանք պատերազմը կդադարեցնենք, Ուկրաինային խաղաղություն կպարտադրենք եւ այլ, Ռուսաստանին լկտիացրեց։ Հիմա դուք հասկանում եք, որ հարցը չի լուծվում եւ Ամերիկայի խոսքն արժե զրկվում։ Հիմա գոնե հույս ունենք, որ այս ակնարկը, որը արվում է, Թրամփն էլ ասենք ասում է, որ հա իհարկե Վենսը որ ասում է մի բան գիտի, ես ընդունում եմ, որ ինքը ավելի շատ գիտի այդ ուղղությամբ, այսինքն ընդունում է, որ պետք է Ռուսաստանի դեմ վերաբերմունքը փոխել։ Էնպես որ հուսանք, որ այդ ամեն ինչը իր ճիշտ ճանապարհով, ճիշտ տունով կգնա։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինայի YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։